Սահմանադրությունը սահմանել է հստակ ուղենիշ եւ այդ ուղենիշի համաձայն պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Եվ սա ընդամենը հակադրություն չէ, սա փոխլրացում է եւ այս սահմանի խախտումը հարված է թե եկեղեցուն, թե մեր հավատքին եւ թե պետականության ակունքներին։ Պաշտոնատար անձինք, ի տարբերություն մեզ քաղաքացիներից, ունեն հստակ գործառույթներ եւ լիազորություններ եւ կաշկանդված են այդ շրջանակով։ Եվ երբ անցնում են այդ շրջանակը, հարվածում են առաջին հերթին մեր պետականության ակունքներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրականություն, երբ դպրոցական ծրագրերից հեռացվել է եկեղեցու պատմություն առարկան։ Մի իրականություն, որտեղ կալանավորվում են սրբազան հայրերը, որտեղ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խմբագրվում են պատարագներ, որտեղ Կիրակի օրը Սուրբ Պատարագից առաջ առավոտյան ժամը 9-ին մի ամբողջ մարզի հոգևոր սպասարկողներ են, 18 հոգևոր սպասարկող հրավիրվում են հարցաքննության, ակնհայտորեն այդ օրվա Սուրբ Պատարագները կատվածահար անելու նպատակով, որտեղ եկեղեցուն ընդամենը 1 րոպե տևող աջակցող խոսքի համար կալանավորվում է ու ազատազրկվում է մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը։ Այսօր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգի երկրում մեղադրանք է առաջադրվում վեհափառ հոր նկատմամբ։ Սրանք հատված կարմիր գծեր են ու այս հատված կարմիր գծերը բացառապես բխում են մեր հակառակորդի շահերից։ Մեր երկրում սրանք հերթական բաժանարար գիծն են, որոնք ուղղված են մեր հանրային միասնականության ջլատմանը։ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից այս հարձակումների շղթայի արդյունքում ոտնահարվել են հիմնարար իրավական սկզբունքներ, իրավունքներ ու ազատություններ, այնպիսին ինչպիսին է օրինականության սկզբունքը, իրավունքի գերակայությունը, մտքի, խղճի, կրոնի, դավանանքի ազատությունները։ Այս օրակարգը, ինչպես նշեցի, բացառապես հակահայկական է։ Սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից եւ օժտված են ինքնավարությամբ։ Օրենքի կամայական կիրառումն ու մեկնաբանումը, իրավունքի ձևախեղումը, ընտրովի, զանգովի, նամակագրային, խմբագրական արդարադատությունները չեղարկում են մեր պետության իրավական բնույթը։ Սահմանադրության նման դեֆիցիտը եւ իրավունքի գերակայության անկումը հերթական անվտանգային խնդիրներից են։ Այս անգամ վտանգված է իրավական անվտանգությունը։ Իրավական անվտանգությունը ընդհանրապես առհասարակ ենթադրում է կայունություն եւ կանխատեսելիություն։ Հայաստանի Հանրապետությունում սահմանադիրը ճանաչել է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որպես ազգային եկեղեցի եւ սահմանել է առաքելությունը։ Այն հայի ազգային ինքնության պաշտպանությունն է եւ տրամաբանորեն, երբ թիրախավորվում է եկեղեցին, թիրախավորվում է մեր ինքնությունը, խոցելով պետության իմունային համակարգը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ձևավորվել է հենց այս գիտակցմամբ։ Մեր առաջնորդի Սամվել Կարապետյանի խոսքերը ուղենիշ են. եկեղեցին մեր տունն է եւ մենք թույլ չենք տալու քանդել այդ տան հիմքերը։ Եվ այս խոսքերի հետքերով մեր կուսակցությունը Սամվել Կարապետյանը նախաձեռնել է իրավապաշտպանների հեղինակավոր միջազգային իրավունքի մասնագետների խումբ, մենք մշակել ենք white paper եւ անընդհատ լավարկում ենք այն հաշվի առնելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները հակաեկեղեցական եւ այս փաստաթղթի հետքով ոչ միայն ներկայացրել ենք ու ունեցել ենք մի շարք հանդիպումներ, արդեն արդյունքներն ենք հավաքագրում։ Մի պարզ արձանագրում. միջազգային հանրությունը, գործընկերային կազմակերպությունը չեն կիսում այսօրվա իշխանության հակաեկեղեցական վարքագիծը։ Թվարկում, մի քանի անեմ։ Օրինակ այդ white paper-ի հետքերով քննարկում է կազմակերպվել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում, որտեղ հեղինակավոր մասնագետներ
ոլորտային հրավիրվել են եւ կատարել են իրենց արձանագրումները։ Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովում ունեցանք ելույթ ու կրկին զեկույցում արձանագրություն է կատարվել Հայաստանում տիրող իրավիճակի անընդունելիության վերաբերյալ։ Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովի հետ ունեցել ենք հանդիպում։ Հանդիպում ենք ունեցել նաև քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հետ եւ բոլոր գործընկերները կրկին ընդգծում եմ անընդունելի ու զարհուրելի են համարում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցողը։ Կարելի էր խոսել իրավական գործընթացների, իրավական ակտերի լավարկման մասին, փոփոխությունների մասին, բայց իրողությունն այնպիսին է, որ խնդիրը մեր սահմանադրային իրավական կարգավորումների բացերի հետևանք չէ։ Խնդիրը դրանց շրջացման հետևանք է, ուստի եւ մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ու շարունակում ենք սպասարկել այդ օրակարգը հակաեկեղեցական հռետորաբանությունը եւ վերադառնալ իրավունքի ոգու ծիր։